Ինքը անկառավարելի էր սկզբնական շրջանում, ծնողի հետ մի կերպ կանգնացնում էինք պարապմունքներին, հետո շատ աշխատանք տարա, հասա նրան, որ արդեն ինքը կարողանում է կանգնել, ինքնուրույն ձայնավարժություններ անել, երգել, սկսել է պարզ արտահայտել բառերը։ Ինքը ունի շատ փայլուն լսողություն, շատ մաքուր երգում է նոտաները, հնչյունները շատ մաքուր է արտահայտում, ինքը տաղանդ ունի իր մեջ։ 9-ամյա Ֆելիքսն է, աուտիզմի համախտանիշով այս փոքրիկն առաջին անգամ է հաճախում ազգային գեղագիտական կենտրոն։ Նրան ու հատուկ կարիք ունեցող 30 երեխաների նման հնարավորություն տվել է Զինվորի մայր հասարակական կազմակերպությունը։ Ծնվեց այս գաղափարը այնտեղից, երբ որ մենք սկսեցինք առողջապահական մոնիտորինգները անել բանակում։ Եվ պարզվեց, որ մեր սպաների ընտանիքներում կան երեխաներ, որոնք ունեն խնդիրներ առողջական, եւ նրանք իհարկե չի կարելի ասել, որ մեկուսացած են, բայց զերծ են մնում ավելորդ ուսումնական որևէ հաճախելիությունից, մանավանդ արտ-թերապիայից։ Կարծում եմ, որ ծրագիրը հաջող մեկնարկ ունեցավ, որովհետեւ մենք հենց սկզբից մեզ համար պարզեցինք մի բան, որ մեր երեխաները, մեր սպաները պիտի ստանան ամենալավը, ինչը որ մենք կարող ենք առաջարկել։ Իսկ ամենալավ էսթետիկական գեղագիտական կրթությունը այսօր Հայաստանում դա ազգային գեղագիտական կենտրոնն է, որը գիտական կենտրոն որպես մենք որոշեցինք, որ պիտի դիմենք իրենց։ Երեխաները շատ են ցավոք սրտի, կան երեխաներ թեթև հիվանդություններով, ծանր արատներով, կան հաշմանդամությունով երեխաներ։ Մենք ընտրել ենք ընդամենը 30 երեխա, որովհետև դեռևս այդքանին կարող ենք մենք ապահովել եւ նյութերով, եւ ծրագրին բնորոշ ծառայություններով։ Ընտրել ենք երեխաներին համատեղ պաշտպանության նախարարության հետ, որովհետև բացի նրանից, որ երեխաները ունեն նախապայմաններ, որպեսզի մասնակցեն այս ծրագրին, նաեւ իրենց ծնողները ունեն այնպիսի վարկանիշ բարձր ծառայողական այնպիսի առաջադիմություն եւ հաջողություն, որ նախարարությունը առաջարկել է այդ ընտանիքներին օժանդակել առաջին հերթին։ Բարի լույս, դե կացվելով։ Բարի լույս, Ֆելիքս, տես մայրիկն է եկել։ Ծրագրին մասնակից երեխաների հետ պարտադիր աշխատում է նաև հոգեբանը։ Բարի լույս, դեն ասա։ Բարի լույս։ Սա Ֆելիքսի կողմից պատրաստված տիկնիկներ, որն իրականացվել էր պարապմունքների նախնական փուլերի ընթացքում, եւ այս շրջանում արդեն աշխատանքը հիմնականում տարվում էր այն ուղղությամբ, որպեսզի Ֆելիքս տիկնիկը, որը հենց իր անունով կոչվեց նրա կողմից, արդեն հաշտվի, մտնի խաղի մեջ, դերի մեջ եւ փոխհարաբերությունների մեջ մյուս տիկնիկների հետ։ Ֆելիքսի կողմից ընտրվել էին տիկնիկները սա որպես եղբայրներ, որը խաղարկվում էր տիկնիկաթերապիայի ընթացքում, սա հայրիկներ եւ մայրիկ տիկնիկը, հիմնականում այս տիկնիկներն են խաղարկվել, հետո ավելի ուշ, երբ որ արդեն իմ հետ կոնտակտի մեջ մտավ Ֆելիքսը, օգտագործվեց նաեւ այս տիկնիկը որպես ընկեր Քրիստինա Ֆելիքսի կողմից։ Ամենակարևոր խնդիրը դիտվեց հետազոտության սկզբում երեխայի կոնֆլիկտը ծնողի հետ, որը հարթվեց արդեն տիկնիկաթերապիայի ընթացքում, մեր աշխատանքը արդեն ավարտին է մոտենում եւ զգալի տարբերություն սկզբում խաղարկած սյուժեների եւ արդեն վերջին փուլում խաղարկած սյուժեների միջև արդեն տեսանելի է եւ առկա է։ Արկադին է սովորաբար ակտիվ մասնակցում է պարապմունքներին, բայց նրան գրավել էր տեսախցիկը, դրա համար էլ հրաժարվում էր վարժություններ անել։ Շատ լավ ես ասում, հիշում ես։ Արկադին միակ երեխան է խմբում, ով ունի այս խնդիրը, մյուսները զերծ են նման խնդրից, սակայն բոլորն էլ նրան ընդունում են որպես ընկեր, մենք էլ իհարկե զրուցել ենք նրանց հետ եւ ոչ մի տարբերություն նրանք չեն դրում իրենց մյուս ընկերների մեջ ու Արկադիի մեջ։ Սկզբնական շրջանում հիմնական բարդությունն այն է, որ ես տեղեկություն չունեի այդ խնդրով
մարդկանց հետ շփվելու արվեստի մշակույթի հետ կապված, սակայն մի քանի մարզումներում ուսումնասիրելով նրա հոգեբանությունը, նրա աշխարհըմբռնումը, փորձեցի հնարավորինս նայել նրա տեսանկյունից եւ այս պարագայում արդեն համատաբար հեշտ ստացվեց նրա այդ աշխատանքը եւ արդեն բավականաչափ լավ է ստացվում իր համագործակցությունը եւ սկսել ենք հասկանալ իրար։ Զուտ սպորտային բնագավառում նրա առավելությունը այստեղ մարզող մյուս մարզիկներից, որպես այդպեսին կընդգծեմ նրա ֆիզիկական պատրաստվածությունը, մասնավորապես ուժային վարժաձևերում շատ լավ է դրսևորում իրեն, եթե մասնակցում է եւ սրտանց կատարում է, ինչը մյուս երեխաների մոտ մեծ մասի մոտ բավական թերի է ստացվում։ 4 ամիս շարունակ գրեթե ամեն օր ծրագրի կազմակերպիչներն այցելում են կենտրոն, հետևում դասընթացներին, քննարկում առաջիկա անելիքներն ու խնդիրները։ Որոշեցինք այն երկու երեխաներին, որոնք դեցեմբերով հիվանդ էին։ Մենք իրանց ավելի շատ առաջնորդում ենք դեպի կավը։ Չէ՞։ Պետք է մտածել, որովհետև դեցեմբերով հիվանդ երեխաների մոտորիկան լավ չի աշխատում։ Հնարավոր է, որ կավի հետ զուտ զբաղվածություն առաջանա։ Այսինքն նյութի հետ մոտորիկան զարգացնելու խնդիր։ Եթե համաձայն եք, դա ուրիշ խնդիր է։ Եթե մի քիչ ավելի հետապնդում եք կրթություն, որը արվեստի կրթությունը, ինձ թվում է այս երկուսի հետ կապված, որովհետև իրանց ծանր հիվանդությունները, երևի մենք այդ մաքսիմում ծրագիրը դեռ չիրականացնենք, իրան կավի հետ սկսել աշխատել է, դեմ չէ, մավետի ռեֆորմի համար մինիմում ծրագիր կնշանակենք, համապատասխան մասնագետի մոտ կուղարկենք։ Ես պիտի խնդրեմ, որ հոգեբանին ուղարկեք երեխաներին սկիզբը, ծնողը անպայման ներկա գտնվի, որտեղ երեխայի խնդիրներին ծնողը ավելի շատ ավելի լավ։ Դե ես խոսել եմ ուսուցիչների հետ եւ կարծում եմ, այս կրթությունը պետք է շարունակական լինի, որտեղ սկիզբը հաջող է, սկիզբը գոհացուցիչ է եւ շատ խոստումնալից է։ Ես կարծում եմ, որ սեպտեմբեր ամսին նոր ուսումնական տարում հնարավոր է, որ նոր բաներ մտածենք, երեխաների համար նորություններ լինի, չմնան մի տեղում, նույն նկարչության մեջ, միգուցե ասենք լավ նկարող երեխան որևէ ձեռարվեստով էլ սկսի զբաղվել։ Անակնկալ էր, որ այսպիսի ծրագրով երեխաներին հրավիրել են, երեխաների մոտ շատ մեծ ոգևորությամբ այցելում են եւ շատ մեծ տպավորություններ է։ Նվեր Ղուլյանի տղան 7 տարեկան Յուրան ծրագրի շրջանակում մասնակցել է Թուրքմենստանի դեսպանատան հայտարարած մանկական նկարների մրցույթին։ Արժանացել է խրախուսական մրցանակի, աշխատանքն էլ տպագրվել է առանձին կատալոգում։ Մրցանակը երեխայի կյանքում մեծ բան փոխեց, նրան ավելի շատ արդեն ձգտում դեպի նկարչությունը, չնայած որ դա նաև ազդել է ուսումնական process-ին, դպրոցում էլ շատ առաջադիմություն եմ նկատում։ Ընտանիքները շատ լավ ընտանիքներ են, 30 ընտանիքներ, եւ կարծում եմ, որ ծրագիրը հաջողված է մեզ մոտ։ Շատ ավելի շատ երեխաներ ընդունել եւ ապահովել այս գեղագիտական դաստիարակությունը իրանց եւ արտ-թերապիան, բայց այստեղ ռեսուրսների ու միջոցների հարցեր են։ Եվ եթե մենք հիմա ներգրաված են բարերարներ, որոնք մեզ օգնում են, եթե լինեն ավելի լայն շրջանակ բարերարների, մենք կարող ենք ավելի մեծ ծառայություններ մատուցել եւ ավելի շատ երեխաներ ընդգրկել։ Հիմա մենք ունենք երեխաներ, որոնք սեզոնային հիվանդություններ կարող է տարած լինեն կամ փորձում են մասնակցել, բայց չեն կարողանա մինչև վերջ տանել եւ հավատացնում եմ ձեզ, որ 30-ից 40 երեխա սպասում են, թե երբ մի տեղ կբացվի, որ իրանք մասնակցեն այս ծրագրին։ Այս նկարը օգտագործում ես սպիտակ սևավուն գծված է անցյալն է, իսկ էսի ապականն է։ Ես ինձ պատկեր եմ հաղորդելուց։ Կապույտի երազանքի գույնը, իսկ ես երազել շատ եմ սիրել։ Ուզում եմ ցույց տալ, որ հույս կա, որ ավելի լավ պետք է լինի ամեն ինչ։ Դե որ պատերազմներ չլիներ, խաղաղություններ աշխատանքը, բոլոր բաները երջանիկ լինեն։
Կրթական ծրագիր սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Սա արդեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ։ Թանգարանում շրջելուց հետո Խաչատրյանի Գայանե բալետի ներքո երեխաները նկարեցին իրենց զգացողություններն ու տպավորությունները։ Այդպես փորձեցին ընկալել կապը երաժշտության եւ նկարչության միջև։ Արդյունավետ, օգտակար, տպավորիչ եւ հետաքրքիր օր, այն ինչի կարիքը նրանք զգում են միշտ։ Եվ զինվորի մայրը հաճախ է նրանց համար կազմակերպում ճանաչողական բնույթի էքսկուրսիաներ, կրթական ու մշակութային միջոցառումներ։ Զինվորի մայր հասարակական կազմակերպությունը մեր բանակի տարիքին է։ Այն ստեղծվեց 1991 թվականին եւ առաքելությունը դարձավ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին աջակցելը։ 1992 թվականին կազմակերպության կոչով համախմբվեցին 300 կին կամավորականներ, որոնք մինչև պատերազմի ավարտը 16 հիվանդանոցներում խնամեցին շուրջ 2.500 վիրավոր ազատամարտիկների։ Իսկ 95 թվականին կազմակերպությունը բացեց հոգեբանական վերականգնողական կենտրոն զոհված ազատամարտիկների մայրերի համար։ 2008 թվականից մինչ օրս զինվորի մայրն ընդգրկված է Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում, ինչպես նաև մասնակցում է խորհրդին կից ստեղծված զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին։ Կազմակերպությունն իրականացնում է ամենատարբեր ծրագրեր, որոնց կենտրոնում զինվորականների առողջական, կրթական, իրավական խնդիրներն են։ Արդյունքում յուրաքանչյուր մայր, ով բանակում զավակ ունի եւ յուրաքանչյուր զինծառայող, ով ընտանիք ունի, շատ լավ գիտեն, որ իրենց կողքին իրենց հոգսն իմացող ու կիսող մարդիկ կան։